Հայաստանում նկատելի է սեզոնային վիրուսների ակտիվացում, շրջանառվում են գրիպի A, H3, N2 տիպի վիրուսները։ Ախտանշաններն են բարձր ջերմություն, հազ, քթահոսություն, մկանահոդացավ, շրջանառվում են նաև ռինո, բոկա, ադենովիրուսներ եւ պարագրիպի հարուցիչներ։ Սուրշնչառական վարակների սեզոնին կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունը համատեղ նախադպրոցական ու դպրոցական հաստատություններում ներդրել է համաճարակային ֆիլտր, որի սահմանաչափը գերազանցելու դեպքում ուսուցումը անցնում է հեռավար ձևաչափի։ Գրիպի լավագույն կանխարգելումը պատվաստումն է, որը նվազեցնում է հիվանդանալու հավանականությունը, թեթևացնում է հիվանդության ընթացքն ու բարդությունները տեղեկացնում են առողջապահության նախարարությունից։ Արքայում այսօր ծանրաբեռնվածություն է նկատվել, որի հետևանքով համակարգում խափանումներ են եղել։ Արքա ազգային վիճարային համակարգից հայտնել են, որ ժամը 13:25-ի դրությամբ խնդիրը կարգավորվել է, թեև ընկերությունից վստահեցրել են, որ համակարգում այլևս խնդիրներ չկան, սակայն մի շարք բանկերի առցանց հավելվածներ շարունակել են խափանումներով աշխատել կամ ընդհանրապես մուտք ցույց չտալ։ Հիշեցնենք, արքա համակարգում դարձյալ խնդիրներ էին առաջացել օգոստոսի 1-ին, 13-ին եւ 25-ին։ Ներքին գործերի նախարարությունը ձեռնամուխ է եղել ստանդարտին չհամապատասխանող աուդիո համակարգով եւ կառուցվածքով չնախատեսված խլացուցիչներով տրանսպորտային միջոցների հայտնաբերման ակտիվ աշխատանքներին։ Միայն նոյեմբերին Բարեկային ծառայությունը հանրապետությունում ստուգել է 1706 ավտոմեքենա, հայտնաբերվել է ստանդարտներին չհամապատասխանող 270 տրանսպորտային միջոց։ Բոլոր դեպքերով տրանսպորտային միջոցների տվյալ սարքավորումները առգրավվել են։ Արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում ժամը 08:10-ի սահմաններում Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղի 36 հասցեի դիմաց Hyundai Մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վայոց-Ձորի մարզի բնակիչ 36-ամյա Արշակ Պետրոսյանը նկատել է, որ ավտոմեքենայից ծուխ է դուրս գալիս։ Շամշյանքոմի տեղեկություններով վերջինը կանգնել է դուրս եկել ավտոմեքենայից, սակայն ավտոմեքենան միանգամից բռնկվել է։ Նախնական տեղեկություններով բարեբախտաբար տուժածներ չկան։ Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են որտեղ էլ պարզվում է հրդեհի հանգամանքները։ Վան նահանգի Իփեքյոլուի շրջանի Բաքրաչոլ գյուղի հայկական վարագավանքի վանական համալիրը ոչնչացման եզրին է։ Տեղացիներն այդ վանքն անվանում են 7 եկեղեցի։ Էրմենի հավերի փոխանցման վանքը կառուցվել է 7-րդ դարում, պատմական Վասպուրականի նահանգում, Վան քաղաքի հարավ-արևելյան հատվածում, Վարագա լեռան լանջին։ Նախկինում այն եղել է Վանի արքեպիսկոպոսի նստավայրը։ Վարագավանքի եկեղեցիների մեծ մասն արդեն իսկ գոյություն չունի։ Պատմական վանքը, որը մինչև օրս համապարփակ վերանորոգման չի ենթարկվել, տարիների ընթացքում վանդալիզմի է ենթարկվել գանձ որոնողների կողմից եւ լրջորեն վնասվել է 2011 թվականի Վանի երկրաշարժի ժամանակ։ Փլուզված եկեղեցին արդեն 40 տարի է, ինչ գտնվում է տեղացի Մահմեդ Չոբանի հոգացության ներքո։ Ըստ նրա, Հայաստանից, Շվեյցարիայից, ԱՄՆ-ից եւ Ռուսաստանից տարբեր խմբեր պատրաստ են կամավոր աջակցել վանքի պահպանմանը։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։